1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքագիտ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ 1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հանցագործների ցանկում հայտնվեց նաև Բեհբուդ խան Ջավանշիրի անունը։ Բեհբուդ խան Ազատ խան Օղլի Ջավանշիր, Ղարաբաղի ինքնակոչ խան Փանախի կորը։ Ծնվել է 1877 թվականին Ելիզավետպոլի մարզի Ազատ Կարակոյոնլու գյուղում։ 1906 թվականին ավարտել է Ֆրայբուրգի Լեռնարդյունաբերական ակադեմիան, ինչից հետո աշխատել Բաքվի նավթարդյունաբերական ոլորտում։ 1907 թվականին անդամակցել է հակակառավարական ազգայնական Դիֆայի գաղտնի կազմակերպությանը։ Ռուսական կայսրության փլուզումից հետո զբաղեցրել է մի շարք բարձրագույն պաշտոններ, այսպես կոչված Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության կառավարությունում։ 1918 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար եւ այդ պաշտոնում կազմակերպել Բաքվի, Շուշիի, Ելիզավետպոլի հայության կոտորածները։ Ցուցաբերած դաժանության եւ անթաքույց հայատյացության համար ստացել է Ադրբեջանի Թալիաթ մականունը։ Բեհբուդ խան Ջավանշիրի մահվան դատավճիռը իրականացնելու օպերացիան ստանձնեց Նեմեսիս ծրագրի անդամ Միսակ Թորլաքյանը։ Միսակ Թորլաքյան ծնվել է 1889 թվականին Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթի հայաբնակ Քուշանա գյուղում։ 1904 թվականի Սասունի կոտորածներից տպավորված անդամագրվել է Տրապիզոնի հայ ապստամբական շարժմանը եւ կարճ ժամանակ անց դեռևս պատանի հասակում դարձել դրա առաջնորդներից մեկը։ 1915 թվականի կոտորածների արդյունքում կորցրել է իր ողջ ընտանիքն ու գերդաստանը, ինչից հետո կազմելով սեփական վրիժառուական խումբը կազմակերպել է մի քանի տասնյակ տրապիզոնցի թուրք պաշտոնյաների ու ազգայնական հրոսակների սպանությունները։ 1918 թվականին դրոյի զորքի կազմում մասնակցել է Բաշապարանի ճակատամարտին ու ծանր վիրավորվել։ 1919 թվականի աշնանը ներգրավվել է Նեմեսիս ծրագրում եւ հրահանգ ստացել կազմակերպելու Մուսաֆաթական Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման գործողությունները։ 1921 թվականի հունիսին Միսակ Թորլաքյանի խումբը ժամանեց Ստամբուլ, որտեղ պիտի իրականացներ անվանի ազերի ազգայնական գործիչ պանթուրանիզմի գաղափարաբան Ահմեդ Բեկ Աղաևի մահվան դատավճիռը։ Սակայն ծրագրերը փոխվեցին, երբ պարզ դարձավ, որ նույն օրերին Թուրքիո մայրաքաղաքում էր գտնվում Ադրբեջանի Թալիաթը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ադրբեջանական բոլշևիկների պարագլուխ Նարիման Նարիմանովը հոգ էր տարել, որ ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջավանշիրը ոչ միայն չհետապնդվի նոր ռեժիմի կողմից, այլև նույնիսկ նշանակվի ԱԽՍՀ առևտրի կոմիսարի բարձր պաշտոնում։ Հենց այդ կարգավիճակով էլ Ջավանշիրը ժամանել էր Ստամբուլ, ըստ որոշ տեղեկությունների վերաբաշխելու այստեղի բանկերին պահ տված Բաքվի ու Ելիզավետպոլի հազարավոր հայ ընտանիքներից կողոպտված ունեցվածքն ու ինչքը։ Նեմեսիս ծրագրի անդամներ Երվանդ Ֆունդուկյանի եւ Հարություն Հարությունյանի ծավալած հետախուզական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ Ադրբեջանի Թալիաթը իր ընտանիքի եւ երեխաների հետ բնակվել էր Ստամբուլի Բերա Պալաս շքեղ հյուրանոցում եւ տեղաշարժվում էր քաղաքում 6-7 հոգուց կազմված թիկնազորով ու 2 ավտոմեքենայով։ Հաշվի առնելով նման պաշտպանական միջոցառումները վճիռ կայացվեց սպասել այնքան, մինչև թիրախը կկորցնի զգոնությունը եւ մի օր անպայման վրիժառուների լարած թակարդը կընկնի առանց թիկնազորի։ Եվ այդ առիթը շուտով ընձեռվեց։ Միսակ Թորլաքյանը Բեհբուդ խան Ջավանշիրի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի հուլիսի 18-ի ուշ երեկոյան, երբ վերջինս բացառապես հարազատներով շրջապատված զբոսնելու էր դուրս եկել Ստամբուլյան Մարդաշատ Պտիշան այգի։ Մոտ վազելով նրան Թորլաքյանը 4 գնդակ է արձակում բարձրահասակ ու ֆիզիկապես ամուր կազմվածք ունեցող Ջավանշիրի ուղղությամբ։ Վերջինի մահը սակայն արձանագրվել է արդեն հիվանդանոցում, որի ճանապարհին Ադրբեջանի Թալիաթ հասցրել է շշնջալ ոստիկաններին հետևյալ բառերը. «Ես անձնական թշնամի չունեմ, ինձ սպանեցին հայերը»։ Միսակ Թորլաքյանը չհասցրեց լքել սպանության վայրը եւ ձերբակալվեց վրա հասած ֆրանսիական ոստիկանության կողմից։
Նրա դատավարությունը, որ վարեցին Ստամբուլի բրիտանական ռազմադատական ատյանները, ընթացավ 2 ամիս։ Թորլաքյանի հայ փաստաբան Հմայակ Խոսրովյանը ընտրել էր Սողոմոն Թեհլերյանի դատավարության ընթացքում կիրառած պաշտպանական մարտավարությունը, որի արդյունքում բրիտանացիները կայացրեցին Բերլինյան դատավարության արդյունքին համանման վճիռ։ Թորլաքյանը մեղավոր է սպանության համար, բայց իր ընտանիքի, հարազատների ու հայրենակիցների կորուստի արդյունքում ձեռք բերած հոգեխանգարման պատճառով պատասխանատու չէ այս հանցանքի համար։ Իսակ Թորլաքյանը ազատ արձակվեց Ստամբուլի բանտից եւ 1 ամիս անց մեկնեց Հունաստան։ Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկում ավելացավ Ադրբեջանի թայլաթի Բեհբուդ խան Ջավանշիրի անունը։